Նոր մեքենայով ես ոնց բաներ վիդեոյով տեսել էի, խփողներին տարան, բայց իրանցից բոլորից առաջ տարան Արտուրին Չախոյան ու շատ կոպիտ ձևով, ձեռնաշղթաներով, այտենց ամեն ինչով, ու այնտեղ բան լրագրողներ կային, նկարել են, երևա կայք ֆիքսվի։ Ես էլ հարցնում եմ, ասում եմ, ինչի համար եք տանում, ուր եք տանում, ոչ մեկ չպատասխանեց։ Հետո որ ես մյուսներին հանեցին այդ ծեծողներին, ասում են, այս բանա փոխվել էս երկրում, տուժողին տենց եք տանում, ծեծողներին սիրելով։ Տենց ոչ մեկ ոչ մի բան ոչ պատասխանեց, ոչ։ Իսկ ծեծկրտուքին ներկա եք։ Չէ, չեմ եղել ներկա, ես այդտեղ չեմ եղել։ Մենակ էր Չախոյանը ոնց ասած։ Մենակ էր Չախոյանը։ Ոնց էր որ մենակ եք ու շատով եկել եք, ամբողջ թիմով եք, ընկերներով եք։ Դե ճիշտ ասած չգիտեի որ սպասում են։ Հանրային լսումների էին հրավիրել Արտուրին, ճիշտ ասած։ Ու ոչ մեկ չէր պատկերացնի, որ հանրային լսումներ հրավիրելու ժամանակ կարողա թաղապետը իր որջով նման բան թույլ տա իրան։ Հենց ինքը ուզում էր մտնել թաղապետարանի հավանաբար աշխատակիցներից մեկն էր, ասում էր դե հանրային լսումները չի կարող դուրս գալ, ինքն ասում էր լավ, մենք Չէ, իրանք առաջարկում էին, ասում էին եկեք գնանք դահլիճ, անցնենք հանրային լսումների, իսկ Արտուրը ասում էր մտնեմ, հետը բան ունեմ խոսելու։ Թույլ չտվեցին ու բանից պարզվավ, որ թաղապետը մենակ էլ չէր իր սենյակում, որովհետև այնտեղ վիդեոյի մեջ երևում է, որ մի քանի հոգով շուտ դուրս են գալիս ծեծելու ընթացքում։ Դա ավականու անդամ կար նաև կարծեմ։ Ես չեմ ճանաչում, այտենց որ ասեմ, այտենց ավականու անդամ թե կար թե չկար, հնարավոր է լիներ, բայց այն որ փաստացի սա խուլիգանություն այլ կերպ որակել հնարավոր չի, այդ պարզից էլ պարզ է, հստակ։ Քանի հոգու տարան թաղապետարանի աշխատող։ Ես ոնց որ լսեցի 6 հոգու։ Իսկ թաղապետին։ Թաղապետը չկա։ Այտենց հասկացա, որ թաղապետը չկա։ Այդ կռվի առաջամարտիկներից տեսանյութը ինքն էր։ Ինքն է առաջինը հարվածում բռունցքով, հետո է, այսինքն միանում այդ Ես կարծում եմ, ես իմ կարծիքը կասեմ, ես կարծում եմ, որ թաղապետը ինքը չէր, ինքը կատարող էր Երևակայի։ Իմ կարծիքով ինքը կատարող էր։ Թաղապետը իրանից ավելի վերևի, ինձ թվում է թաղապետը չէր կարա իրան թույլ տար այդքանը, որ թաղապետարանի ներսում թաղապետի սենյակի դիմաց այդքան մարդով մարդ ծեծեն։ Իրեն ասել էին որ բնականա որ այդ պաշտոնի մարդը կգիտակցեր էլի, որ դա կակ մինիմում խուլիգանություն է ու նենցա որ ասենք վիդեոն էլ նկարահանվում է, այնպես չի որ դա հնարավոր է կոծկել էլի այդ բոլորս ենք տեսնելու ու Երևակայի ասել են որ անպատիժ կմնաց դրա համար էլ իրանց տենց բան թույլ տվեցին, այս նորից եմ կրկնում իմ կարծիքն է։ Եվ մի բան էլ ձեր կարծիքով թաղապետը կձերբակալվի կամ պատասխանատվության կենթարկվի, որտեղ ակտիվ մասնակից ինքն է հարձակվում, խփում բռունցքներով։ Տեսեք, վայ ջան, ուրեմն սա ոչ առաջի դեպքն է այս 7 տարվա մեջ, ոչ վերջի։ Սրանից շատ ավելի վատ արարքներ են կատարել։ Ազգային ժողովի ծեծկրտուքը։ Ազգային ժողովի ծեծկրտուքն է, ասենք 40 հոգով ոստիկան են ազգային ժողովի падգամավոր են ծեծել, ոչ մեկ պատժի չի ենթարկվել, ասենք այն անպատժելիությունը բոլորիս համար պարզ է, էլի, ոնց է հնարավոր հիմարություն կլինի, որ ես հիմա ասեմ, որ սրան ինչ-որ մեկը կամ գնահատական կտա կամ քայլեր կձեռնարկի, բացառված բան է։ Երեք թաղապետը նաև արդարացնում էր իր արարքած, իր ասում էր որ լավ եմ արել, էլի եմ կրկնում ինչ ասել եմ այդ հայրանցները։ Դա իրանց ոչն է, Սպասելի չէ որ շարունակությունը այսպեսին է։ Դե նույնը Ավինյանը չկրկնեց, Ավինյանն էլ ասեց, եթե բան են ասում, թող սպասեն, որ պիտի պատասխան տան, բայց թե ոնց է լինում այնց, որ իր պապան ասում է օփելով համբալներ ու ոչ մեկին պատասխան չի տալիս, այդ արդեն թողում եմ ձեր